բացվեց։ Ճապոնական կուսուդամա է ծալքերը բացող, փակող բժշկող գունդ, թղթի երբեմն մինչև 60 ու ավելի բաղադրիչների իրար հետ կապելը արևելյան արվեստի կախարդական ճյուղերից է։ Արմինե Ազիզբեկյանն այդ գործի հայ վարպետներից մեկը։ Հմտորեն ծալված թղթից կարապ, ծառ եւ անգամ տեսախցիկ տարբեր աշխատանքներ մեկ հարկի տակ համախմբելով Երևանում Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է ճապոնական ավանդական վաշի թղթի եւ օրիգամիի ցուցահանդես։ Իր երկրի հարուստ մշակութային ժառանգությունը Հայաստանում ներկայացնող միջոցառմանը մասնակցել հյուրերին ողջունել է դեսպան Յուտակա Աոկին։ Վաշին և օրիգամին ավելին են, քան պարզապես ճապոնական ավանդական արվեստներ։ Դրանք արտացոլում են համբերություն, հոգատարություն, հարգանք ու պարզություն գեղեցկության միջոցով։ Այս ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ ներկայացնում է 5 հայ արվեստագետների աշխատանքներ։ Ցուցահանդեսում մինչև մարտի 6-ը հնարավոր է հիանալ հայ վարպետների ձեռքով պատրաստված ճապոնական ընտանիքների սրբություն համարվող կակեջուկիից մինչև իսկ առասպելական կոյ ձուկը պատկերող գործեր, որպեսզի սովորական մեկ կտորից բաղկացած հարթ թուղթը ալեկոծվի ինչպես ծովը, պետք է ծալելու բավական բարդ հաշվարկներ անես, բացատրում է աշխատանքներում բնության կատարելության ձգտող Արթուր Կարապետյանը։ Մասնագիտությամբ ծրագրավորող տնտեսագետ է։ Օրիգամին նրա կյանք է մտել, պարզվում է դեռ 4 տարեկանից, երբ նվեր ստացած գիրքը կարդալ չկարողանալով, սկսել է դրա էջերի մոդելները պատրաստել թղթից։ Ծովը պատկերել եմ մուգ թղթի միջոցով, քանի որ ուզում էի ցույց տալ որոշակի պայքար, իսկ ձուկը հենց կոյ ձուկն է, որը Ճապոնիայի գլխավոր սիմվոլներից մեկն է։ Կոյը միշտ պայքարի եւ որևէ նպատակի հասնելու խորհրդանիշն է իրենց մոտ։ Պետք է համբերատարություն, նպատակասլացություն, որպեսզի թուղթը կարողանաք վերածել որևէ մի պատկերի եւ այդ ամեն ինչի ներտալ ինչ-որ զգացմունքային կողմ։ Բոլորը բացառիկ գեղեցիկ գործեր են, վայելեք ցուցադրությունը միջոցառման մասնակիցներին ողջունեց նաեւ ԳԱԿ-ի ղեկավարը։ Շատ տպավորիչ է տեսնել ճապոնական ավանդական արվեստի տարատեսակ զարգացումները հայ արվեստագետների ձեռքով ստեղծված։ Տպավորիչ են գույները, որոնք նաեւ գարնան մասին են խոսում։ Ցուցադրությանը զուգահեռ շաբաթ-կիրակի օրերին մանկական արվեստի այս թանգարանում կանցկացվի օրիգամիի եւ կամիսուկիի ճապոնական թղթի պատրաստման վարպետության դասեր։ Դրանց ի դեպ այնքան գրանցվող է եղել, տեղերն արագ լրացել են, հավելյալ պարապմունքներ են ավելացրել։ Հետաքրքրվողները շատ են։ Լևոնն օրինակ մերոնց պատրաստած ճապոնական արվեստի գործերի շարքում արդեն ունի իր փոքրիկ ներդրումը, ցույց է տալիս։ Կատվիկի գլխարկն ու հրացանն ինքն է ծալել թղթից։ Էրմինե Բաղդասարյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։